Ֆրինյոզի եթերում լուրերից դուրս քննարկում է։ Այսօր ես հյուրընկալել եմ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Մենք բոլորս եւ այդ թվում ամբողջ աշխարհը երեք գիշերը երևի թե չքննեցինք, անհամբեր սպասում ենք այդ double T-ին, Թրամփի տարիֆներին, հա։ Ու Թրամփի տարիֆները ինչ տպավորություն թողեցին ձեզ վրա։ Ճիշտ ասած, քանի որ արդեն վաղուց էր այդ խոսակցությունը սկսել եւ այդ Elbrus կանադական շարժումը ամենասկզբից ուշադրության կենտրոնում էինք պահում, առանձնապես էմոցիա չէր մնացել, ուղղակի տենց մի թեթև թիվներ հետաքրքրում ծաղաշարժ բաներ, չէ, դա հիմա տեսեք, եթե 10% տարիֆ Հայաստանի վրա մտցվում է, բայց Ռուսաստանը տարիֆ չունի, իսկ Հայաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը ավելի փոքր է, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, նույնիսկ հիմա մի փոքր տրամաբանությունը ինձ համար կաղում է, ընդհանուր առմամբ Տրամփի գալու օրվանից բոլոր հնարավոր ֆորմալ եւ ոչ ֆորմալ տրանսցենդենտալ տրամաբանության կանոնները խախտել է այդ անձնավորությունը, այդ հարավ-աֆրիկայից ներմուծված մեյմունին նշանակելուց սկսած մինչև այս տարիֆների քաղաքականությունը, որը մեծ հաշվով ոչինչ չի բերելու ԱՄՆ-ին, որովհետև լավագույն դեպքում ինքը հաջողել է, ասենք Apple-ին ստիպել, որ Apple-ը գործարանը բերի, բայց Apple-ը ասել է 4 տարուց նոր կարող է մի բան լինի։ Apple-ի դեպքում 9-ից 5-9% արդեն բարձրացման մասն է հայտարարել։ Այդ ամենակարևոր փաստերից մեկն է։ Ամերիկյան վերլուծաբանները նշում են, որ Տրամփը հատուկ այն ժամին է հրապարակել, այն ժամին է այդ բանը հանդես եկել այդ հայտարարությամբ, որը իրականում ասիական բիրժաների, հա, ոչ միայն ասիական, իր բիրժաները փակ էր։ Եվ ինքը on-line չէր տեսնում, բայց ֆյուչերսներով միևնույնն է $2 տրիլիոն կորցրել է ամերիկյան շուկան այդ մի հայտարարության պատճառով։ Այնտեղ ուրիշ հարց կար, որ մեծ հաշվով եթե այս տարիֆների քաղաքականությունը դառնում է իրականություն, ամբողջ աշխարհը ընկնում է սենց ասեմ, տնտեսական պատերազմի մեջ։ Այս տնտեսական պատերազմի հիմնական տուժողը առաջին մոտեցմամբ դա իհարկե Ամերիկան է, որտեղ խնդիրներ են առաջանալ, չնայած ինքը փորձեց այս անգամ հանել հավելյալ տարիֆները Կանադայի եւ Մեքսիկոյի վրայից։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ այս տարիֆները զուտ տարիֆներ չէին, ինքը բան մցրեց հատուկ դրություն emergency չեպե հայտարարեց էլ եւ Ամերիկայում հիմա գործում է տնտեսական այդ բաներով հիմքերով այդ հատուկ դրությունը, որը որ Իրան հնարավորություն է տալի այդ տարիֆները կիրառել, բացի դա հայտարարել է, որ ինքը այդ կիրառած տարիֆները իրավունք ունի բարձրացնելու եւ խաղացնելու, բայց ամեն դեպքում բարդակը, որը ես ասում եմ ինքը ստեղծել է, դա նաեւ նրանց է, որ լրագրողները հարցնում են իր տնտեսական հարցերով խորհրդականին, թե բանի էկոնոմիկայի նախարարին ասում է Չինաստանը 20% կար, թե 34 մցրեցիր, հիմա ինչ դարավ 54, ասում եմ դա երևի էլի։ Այսինքն դա նշանակում է, որ մարդիկ ովքեր այդ ամեն ինչը արել են, մտքներում ուրիշ բան են ունեցել, իրանց մոտ կապ չունի այդ իրավիճակը ոնց։ Սա երկակի է ամեն դեպքում, օրինակ Եվրամիության պարագայում ինքը համ տարիֆները մտցնում է, համ ասում է դուք որ զենքի համար այդ բյուջեն բան եք արել, առանձնացրել եք ինձանից զենք առեք, եվրոպացիք պատասխանում են, ասում են քո դեմ է այդ զենքի մենք որ անում ենք, որտեվ դու ես տենց ահավոր խելոք տղա եւ այս ամեն ինչը անհետ էս քայլը։ Նաեւ ասում է կբանակցեն, կարանք նաեւ բանակցենք, հա, ինքը դիլի մասնագետն է, այդ բանակցությունները գիտեք ինչի է նման։ Ժամանակին վատ կատակ կարեք կրկեսի մոտ որ կանգնում էին, ասում էին $20 սա ունեն քեզանից, ասում էր չէ, 20 չի 15-ա, մոտարապես իր բանակցությունները սրա մասին է։ Լրիվ դատարկ տեղը, լրիվ անիմաստ բան։ Ես կարդացել եմ իդեպ այդ հրամանը, ինքը շատ հետաքրքիր բաներ ասում է 97-ից մինչև 22 թիվ աշխատողների թիվը ինդուստրիալ ոլորտում աշխատողներ ամերիկացիների թիվը կրճատվել է 5 միլիոն 5 միլիոնով 5 միլիոն աշխատատեղ են կորցրել, բայց տնտեսությունն է փոխվել։ Ունդեղ ինչ որ այսենց հղումներ 4-ած բիձա
մնացած իր մանկության մեջ 80-ականներում մարդով ուզում է վերականգնեցից իր ուշադրության կենտրոն, իր անձամբ ուշադրության կենտրոնում այդ ավտոմեքենաներ, բան ինչ-որ sense 70-ական, 80-ականներ են, որ ջահելությունը մեր մոտ տենց բձեկ կան, որ ասում են Սոչիին գնում 25 ռուբլով շարժիչով մեքենաները շատ լավ մեքենաներ են, ջահանամի drill baby drill, բայց ամենահետաքրքիր գիտեք որն է, ինքը մասամբ գիտեմ որ դուք չեք սիրում որ հղում եմ անում, բայց ստիպված պետք է հղում անեմ, մեր կառավարությանը շատ նման է, ինչ հայտարարում է չի ստացվում։ Այսինքն ինքը ինչ հայտարարում է, դեռ սկսած իհարկե որ 24 ժամում ինքը արդեն 6-րդ ամիսն է 24 ժամում կասեցնում է ուկրաինական պատերազմը։ Դե դա ավելի մոտիկ էր Պուտինի 3 օրում Կիևը գնալ։ Հա, ասում եմ նույն բձեկն են չորցած, էլի ոչ ոք չի փոխվում։ Վերջացրած նրանով, որ ինքը միշտ մոռանում է ինչ անում։ Տրամպը միշտ մոռանում է ինչ ասում։ Այսինքն, տեսեք, ինքը երկու հայտարարություն, ինքը ուզում է որ դոլարը շարունակի մնա կարևորագույն բան, որտեվ հասկանում է, որ եթե դոլարը չի մնում հիմնական շրջանառու միջոց համաշխարհային եւ համաշխարհային տերությունները, գերտերությունները սկսում են դոլարային իրանց sense ասեմ ֆոնդերից դոլարները նաև վերանային քանակը բան սկսեն վաճառել բանանել դոլարը բանա, ասինքն ինքը կորցնում է, հենց որ ինքը կորցնում է, ինքը դառնում է անիմաստ, որովհետև դոլարը միջազգային շրջանառու միջոց է եւ ընդունվում է բոլորի կողմից եւ ողջունվում է, որովհետև Ամերիկան ունի բացասական առևտրային սալդո, այսինքն Ամերիկան ավելի շատ գնում է, քան վաճառում։ Ամբողջ աշխարհում է դրա հետևանքով գոյանում է դոլար։ Մի շարք երկրներ էլ հրաժարվում են Ամերիկայի պետական պարտատոմսերից, որը նույնպես հսկայական իրականում այտենց չի, հիմա որտեվ աճալն են, հիմա հետ կգնան այդտեղ, խոսքս դրա մասին չի։ Խոսքս դրա մասին է, տեսեք իրավիճակը ոնց է, դու բերում ես ինձ ապրանք ես վաճառում, ես քեզ տալիս եմ դոլար։ Դու այդ դոլարով հանդերձ գնում ես։ Ես առանձնապես բան չեմ արտադրում։ Քո մոտ այդ դոլարը ավելցուկ է առաջանում։ Դու երրորդ երկրի հետ առևտուր պետք է անես։ Երկուսդ ինձ հետ առևտուր եք անում, երկուսդ մոտոր դոլար է կուտակվում։ Այս դոլարը քեզ անհրաժեշտ չի։ Քեզ պետք չի, դու այդքան քեզ ինչ որ պետք է ինձանից առնում ես, տակը ավելցուկ անում։ Այս ավելցուկը դառնա միջազգային առևտրային գումար, առևտրի համար նախ ամենահարմար գումարը, բոլորը ընդունում են, բոլորը գիտեն, Ամերիկան կա, հիմա ինքը ասում է տարիֆ։ Այսինքն ինքը ինչ է, ինքը ուզում է որ այդ բալանսը չլինի։ Այսինքն ես գամ իր մոտ ու առնեմ իրան վաճառեմ ինչ-որ բան, թանկ բան եւ այլն, որ դոլարը իմ մոտ պակաս կլինի, չէ՞, եթե թանկանում է պակաս կլինի։ Հետևաբար ես դոլար չեմ ունենա, որ երրորդ երկրի հետ առևտուր անեմ։ Հետևաբար ստեղ այս երկու իր երազանքների հակասությունը, որ ես կոչում եմ մարազմ, որը այդ ապարտեիդից ծնված ապօրինի ներմուծված Հարավ Աֆրիկայից Տեսլայի տիրոջ բաներից է։ Պանրագլուխը։ Էնի պանրագլուխը, այո։ Դրա իդեան հայտնի է ինչ է։ Ինքը ուզում է գնա Մարս։ Ինքը հոգեկան հիվանդ է։ Ինքը պատրաստվում է ոչնչացնել Ամերիկա, պատրաստ է ոչնչացնել Ամերիկայի տնտեսությունը, մենակ թե իր համար գումար ավելանա, որ ինքը Ամերիկայից կստանա ու կգնա Մարս։ Ինքը իրոք հայտարարում է, ինքը դրա մասին է երազում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնավորված դժգոհ լինելով գերձախական դրսևորումներից, որը դեմոկրատական կուսակցությունը ժամանակ առ ժամանակ առաջ էր բերում, որոնց գիտենք ինչ իմաստն է խոսքը, իրոք վրթոված եւ իրոք հիմք ունեցող այդ բաների հետևանքով ընտրեց պատուհաս իր գլխին։ Ամեն դեպքում սրա խնդրը եւ սրա հիմքը դա մեծ հաշվով ամերիկյան մարդկային կապիտալի եւ ամերիկյան բնակչության կրթական ցենզի ցածրացումն է, բանը սա տարբեր պատճառներ ունի, ոչ միայն կրթական համակարգի իհարկե կոռումպացված, ասում փչացած ավելի քիչ է տեղեկություն տալի, բայց տարբեր գործոններ կան, որոնց հետևանքով այդ միջնակարգ եւ քոլեջային կրթության մակարդակը ահավոր կերպ նվազել է։ Մաթեմատիկա չեն անում, պատմություն չգիտեն, ինչուրես չունեն, այն չունեն, ոչ մի բան չգիտեն, այսինքն կրթությունը չի ապահովում 21-րդ դարի առաջի քառորդինը չի որ մերն է ապահովում, ուղղակի մենք մշտապես բանի մեջ ենք, ինչ որ փոքր ենք, չենք կարա թելադրենք, ստիպված ենք շատ բաներ հաշվի առնել, ուղեղները աշխատում է այդպես բանի մակարդակ, իրենց մոտ չէ։ Եվ սրա հետևանքով ընտրողները գնացին գաղափարների հետևից, որոնք կապ չունեն իրականության հետ։
Իրանք գնացին մի մարդու հետևից, ով առաջի 4 տարին ստասան էր, սուտ էր խոսում։ Կովիդը հիշեք, որ կովիդ չկա, բան չկա, հա։ Կովիդի ժամանակ, եթե հիշում եք, ինքը վատացավ, իրան հազիվ փրկեցին, մահամերձ էր։ Ինքը այսօր առավոտյան ինքը Լուկաշենկոյի մոդելով էր առաջնորդում կովիդի ժամանակ։ Բայց ինքը իրոք վատացել է, ու իրան հազիվ փրկել են, ինքը մահամերձ էր։ Այն բժիշկը, որ իրան փրկել է, այն լաբորատորիան, որի ստեղծած էքսպերիմենտալ դեղով իրան փրկել էին, այսօր աշխատանքից ազատվել է Ամերիկայում։ Ընդ որում առանց շնորհակալության, առանց բանի, ընդհակառակ հետևից խոսալը, որ այս տականք է, այսի սուտ է խոսում, սիբանը հասկանում եք, ինքը այդ տիպի պերսոնաժ է։ Դրա համար այդ բանը, այդ չորցած բիձեքի աստծուց թաքուն ապրող Պուտին, Էրդողան, բան, Տրամպ, Ալիև, դրանց կապած Նետանյախու, Օրբան, սրանք ոնց որ բան է, մեր մեղքը լինի։ Մենք մի կերպ պետք է ազատվենք։ Բայց ամերիկյան համակարգը իմ կարծիքով իմունիտետ ունի նման մարդկանց կամ նման խմբերի նկատմամբ։ Փորձը ցույց է տալի, որ իմունիտետ ունի, բայց շատ ուշ է միանում եւ միևնույնն է հիվանդությունը շատ ծանր է գնում։ Վիսկոնսինին կարողացան գրել։ Այո, ես ինձ դա է։ Հա, բայց մենակ է։ Բազմաթիվ բաներ, տեսեք, դատական գործեր կան, USAID-ի ոչնչացումը կասեցվեց 6 ամսով, բայց դրանից հետո ոչ։ Ինքը մտավ պետդեպի տակ, իսկ սա լրջագույն Ամերիկայի ձայնի Ամերիկայի ձայնը ինձ ամենակիչն է անհանգստացնում։ Ամերիկայի ձայնը մեզ համար արդեն տենց էական չէ։ Մեզ համար, բայց Ամերիկայի ձայնը ընդհանուր որպես Միացյալ Նահանգների իմիջ նաև։ Դե հա, ամեն դեպքում էական է, չեմ ասում էական չի։ Էական է, ազատ խոսք է, ի վերջո կան երկրներ, որտեղ դա միակ ԶԼՄ-նական, միակ դեմոկրատական ձայնն է, որը կարելի է լսել բան։ Չնայած Եմենը ասել է, որ կփորձի փրկել առնվազն ազատությունը, բայց խնդիրը ուրիշ տեղ է, տեսեք, սա ոչ միայն այս բանն է, հա, USAID-ի օրինակը բերեմ, որպեսզի հասկանաք։ USAID-ը գործակալություն էր, անկախ գործակալություն էր, ցանկացած երկրում կարող էր գործել։ Հիմա USAID-ը վերցրեցին եւ կցրեցին պետդեպին։ Սա ավտոմատ նշանակում է, որ USAID-ի աշխատողը դառնում է չինովնիկ։ Բացի դրանից, որ չինովնիկ, ԱՄՆ դիվանագետ։ USAID-ը որպես հումանիտար կարող էր գործել տարբեր տեղեր, նաև օրինակ Արցախում կարար գործեր, օրինակ Գազայում կարա գործի, օրինակ այնտեղ, որտեղ որ առանձնապես հայտնի չի թե ինչ վիճակ է, հա։ Եվ ինքը ուղղակի ասենք թե Կարմիր խաչի կամ UNHCR-ի պես մի բան է, հիմա էլի ամերիկյան է, բայց ասենք հումանիտար է։ Հիմա ինքը դառնա պետական դեպարտամենտի չինովնիկ։ Դա նշանակում է, որ իր վրա գալիս է ամբողջ դիվանագիտական այդ ծավալը, որտեղ դա ոչ միայն իրավունքներ են, այլ նաև հնարավորություններ, հա, ինչ-որ երկրի համար։ Հա, բայց ինքը հիմա դիվանագետ է, իր վրա տարածվում է, ասենք Ժենևյան կոնվենցիաները, Վենայի կոնվենցիա եւ այլն։ Շատ հանգիստ կարող են որոշ երկրներ հանգիստ կարաս ասես չեմ ագենտ հայտարարեն իրենց։ Չեմ թողում, հա, չեմ թողում, սովոր աշխատի։ Ու այս տիպի անհեթեթ քայլերը, այս պինգվինների պատմությունը, որ կղզիներ կան, որտեղ բանը կոկոսի կղզիները բնակչությունը 563 հոգի է։ Նրանք ոչ մի կետ առևտուր չեն անում։ Իրենց ամենամոտիկ բանը ցամաքը դա Ավստրալիան կամ Շրի Լանկան 563 հոգի են իրանք։ Իրենց վրա տարիֆ է մցրել։ Ասենք ինչ Խաղաղ օվկիանոսում տեղեր, որտեղ 1200 բնակչություն կա, ոչ մի կետ առևտուր տարիֆ է մցրել, ինչի համար։ Մեկը լինի հարցն ինչի համար են խեղճ պինգվինները քեզ ինչ չէին արել Մադագասկարի որ բրիր 10% մարդ չի ապրում, արա չես դրել։ Ֆոլկլենդյան կղզիները, որոնք բրիտանական բան են, պրոտեկտորատ են, 41% տարիֆ է դրել։ Որ ինչ։ Հասկանում եք, այնտեղ խնդիրը այն է, որ առևտուր չես անում, բայց էլի նույն օրինակն եմ բերում, Հայաստանի վրա դրածա տարիֆ 10%, Ռուսաստանի վրա չի դրած, ասում եմ ես Ռուսաստանի հետ բան են, իրանք մեծ հաշվով, այնց փոքր առևտուր է։ Եղբայր այդ քո իմացած փոքր առևտուրը իմ հետ կատարվող առևտրից մեծ է։ Ինչեմ ես 10% տարիֆի տակ Ռուսաստանը չէ։ Շատ լավ, ես առաջարկում եմ այդ կարճատև ընդմիջում հայտարարենք եւ շարունակենք։ Կարճատև ընդմիջում։ Շարունակենք։ Իհարկե, տարիֆների եւ Միացյալ Նահանգների
ու ես պարագայում ավելի շատ Թրամփի քաղաքականությունից կարելի է շատ խոսել։ Թրամփի քաղաքականությունը լուրջ հարվածում է նաև, եթե կարելի է այդպես ասել, Եվրոպական միությանը։ Եվրոպական միությունն էլ արդեն հայտարարությամբ հանդես եկավ։ Հիմա Միացյալ Նահանգների այս քայլերը Եվրամիությանը կործանում են, վնասում են, թե ընդհակառակը Եվրամիությունը կարող է ավելի ամրացած դուրս գա այս պատմությունից։ Տեսեք, խնդիրը հետևյալն է, Թրամփը բացի հայտարարում է, որ Եվրամիությունը ըստ իրա ստեղծվել է, որպեսզի Ամերիկային սկրու ապանի։ Դա հայերեն շատ վատ է թարգմանվում, դրա համար ասենք, որ վնաստ է, ասենց։ Եվ մեծ հաշվով Ամերիկայի այսօրվա ադմինիստրացիայի եւ այդ բանի տեխնոֆաշիստների, որոնք որ կանգնած են Վենսի հետևում, այդ բոլորի ցանկությունները մեծ հաշվով դա Եվրոպական միության ինքնուրույնությունը ոչնչացնելն է, որպեսզի այդ աշխարհի ամենամեծ, ամենահզոր շուկան հայտնվի իրենց ձեռքում։ Եվ ամենատեխնոլոգիական։ Դա միանշանակ, պատենտների, բաների առումով ինժեներական դպրոցի ասացի չէ, կրթությունը դեռ չկա։ Ճարտարագիտական առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն երկու համալսարան, Մասաչուսեթսն ու բանը, Կալիֆոռնիայի, Բերկլին։ Ну, կարող է Ստենֆորդն էլ մի փոքր բան, բայց վերջ, ուրիշ բան չունեն։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ճարտարագիտական միտքը հիմնված է իմիգրացիայի վրա։ Իրանք էմիգրանտներ են հիմնականում Եվրոպայի վրա։ Ոչ միայն, բայց հա, պետք չի մոռանալ հնդկական, այս վերջերս չինական, բան, այսինքն այս սրա մեջ է։ Ի տարբերություն դրան, Եվրոպան ունի սեփական ճարտարագիտական միտք եւ դուք եթե նայում եք այդ top համալսարանների մեջ, եթե ամերիկյան թիմը հիմնականում այդ համալսարանները ներկայացված են տարբեր իրավաբանական, MBA բանես ծրագրերի շնորհիվ են բարձր վարկանիշներ ավելի հումանիտարոտ։ Հա, հասարակագիտական հումանիտար, հումանիտար առումով բրիտանականներին մոտիկ չկա, Օքսֆորդն ու Քեմբրիջը, իրանք այդ art, այն որի սովետական անտերմին է։ Մեզ մոտ սխալ է բանը, հումանիտարը այդն է, ինչ որ կոչվում է art, այսինքն գեղագիտություն։ Դա art-ն է այնտեղ։ Իսկ բաներով այտենց որ նայում ես, դա social, այսինքն հասարակագիտական։ Ամերիկացիք հիմնականում հասարակագիտական են, բայց ինչպես տեսնում ենք, ֆաշիզմի դրսևորումները դա չի չեղարկում։ Մյուս կողմից եվրոպական են բուհերը, որոնք ներկայացված են, դրանք հիմնականում ճարտարագիտական են։ Դա Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի համալսարաններն են, որոնք հիմնականում ճարտարագիտական հզոր բան ունեն, թե պատենտների առումով, թե արտադրության եւ թե բան։ Ես ես ուրիշ օրինակ բերեմ։ Միջազգային ավիափոխադրողների մոտ վարկանիշները որ նայում եք, ասենք Boeing-ը վերջի երևի 5-6 տարվա մեջ մեծ կոնտրակտ չունի։ Մեծ կոնտրակտ իրականացված է, հենց կնքված է, որ 20 տարի հետո բան կտաս։ Boeing-ի տապալումը 337 MAX-ից հետո այն որ երկու հատ ընկավ, որովհետև բան էին։ Մի կերպ ոտքի կանգնեցին, մի տարի առաջ էր։ Ընդ որում պետական լուրջ աջակցության շնորհիվ։ Մի տարի առաջ ոնց որ թե ոտի կանգնեցին իրենց գործակալությունը, բանի ասես դե լավ կարակ թռնեք, ասելուց մի ամիս հետո օթում բանը դուրը դուրս թռավ։ Ինքնաթիռը օթում դուրը դուրս թռավ։ Այսինքն այդ որակը որ բանը, հետո ստուգումներ բան, պարզվեց Boeing չկա։ Հիմա Airbus-ն է, թելադրողը Airbus-ն է, կներեք Airbus-ը դա եվրոպական է, նույն հիմնականում իհարկե շեշտ Ֆրանսիայի վրա դրած։ Այնտեղ կա նաև Կանադայի մեծ բան ու սենց։ Այսինքն տեխնոլոգիական առումով երևի թե սենց որ նայեք, նու բացի Չէ, բացի չկա։ Անգամ զենքը։ Ես ուզում եի ասել, չէ, զենքը մի կողմ, զենքը ասենք իհարկե կա Lockheed Martin-ը իր F-35-ով ու F-22-ով, բայց դրանք ոնց որ թե вообще-то 20-րդ դարի վերջի ձեռքբերումներ էին եւ վերջի տարիներին երևի թե մենակ Apple-ն է, որ կարա աչքին գնի, բայց կներեք Apple-ն է ստեղծվել է կներեք Սիրիայից փախստականների ընտանիքում մեծացած հաստատ ամերիկյան միտքը առանձնապես հայկական ընտանիքում մեծացած սիրիական քրիստոնյա ընտանիքում ծնված Ստիվ Ջոբսի կողմից, հա։ Այսինքն այնտեղ էդ էլ է էմիգրացիա։
Դա տեղի չի, բնիկ չի։ Որի դեմ այսօր Թրամփը պայքարում Այո, է նաև։ անշուշտ պայքարում է։ Այսինքն վերջերս բան կար, նյութ կար, որ Սիլիկոնյան հովտի 80%-ը դրանք միգրանտներ են։ Ուղղակի միգրանտներ են։ Այսինքն այն ինչ որ դուք կարող եք ասել, որ հա, Ամերիկայում կա փող, ճիշտ է։ Բայց այդ փողի տակը բավականին հետաքրքիր է, իրանք մոտավորապես 40% տարեկան ծախսերի 40%-ը գնում է պարտքերի սպասարկման։ Դրա համար են այս մասնագիտացմանը։ Ամերիկայում իմ կարծիքով կա փողի տպագրություն։ Չէ, տնտեսությունը իրոք ուժեղ է։ Չէ, գնողունակության մասին բան չունի, դա այլ շնորհիվ այդ նույն տպագրված փողի, որը փոխկապակցված է համաշխարհային նավթային շուկաների հետ։ Ոչ միայն նավթային, այնտեղ հիմնականում ընդունված է, որ Ամերիկայում ամենահարմար օրենսդրությունն է բորսային առևտրի համար, դա իհարկե բան է, ինվեստիցիոն բանկերի, այդ նույն հիմնադրամների, դա կա, բայց ոնց որ այդ հիմա այն ինչից որ Տրամփը բողոքում է, այսինքն որ չկա ինդուստրիալ, դրա հակառակ կողմը որ սա չկա, այս ինդուստրիալը չկա, շատ ուժեղ ներդրումային կլիմա է եւ շատ ուժեղ ներդրումային թև է, շատ ուժեղ բանկային ֆինանսական կտոր է։ Այս բանկային ֆինանսական կտորի ուժեղությունը պայմանավորված է նրանով, որ ստեղ առևտուր, արտադրություն չկա, որովհետեւ սա առևտուրն է, հենց այս թևի ուժեղությունով է պայմանավորված բացասական բալանսը, ինչու, որովհետև եթե ավտոմեքենաների եւ բանի առումով, այսինքն physical goods, շոշափելի առարկաների, շոշափելի իրերի տեսանկյունից Ամերիկան բացասական բալանս ունի, այն ինչ որ մատերիալ արժեքներին, ապա ծառայությունների առումով ինքը դրական բալանս ունի։ Եվ ընդհանրացված, երբ որ դու նայում ես, դա մոտավորապես 0-ի է, ընդհանուր ապրանքներ եւ ծառայություններ, որ նայում ես, Ամերիկան առանձնապես 0-ի վրա է, բալանսավորված 0-ի վրա է։ Այն ինչ որ հիմա Տրամփը անում է, այդ ընդ որում տեսեք հարցը որն է, այս ծառայությունները դրանք բան են, տեխնոֆաշիստներինն են։ Դա Apple-ն է, դա Amazon-ն է, դա Meta-ն է, դա Google-ն է, որոնք Տրամփին սա ինչի է բարկացնում, չէ, ջղայնացնում, չէ, Իռլանդիայի վարչապետի վրա բան տենց փորձում, որովհետև Եվրոպայում գործելիս իրանք հիմնվում են Իռլանդիայում կամ Լյուքսեմբուրգում հիմնված իրանց ընկերությունների։ Նոր նայում եք, Apple-ը աշխատում է Եվրոպայում, իռլանդական իր բանով։ Դեպաբար ինքը հարկերը մուծում է Իռլանդիայում։ Իռլանդիայում կորպորատիվ հարկերը ցածր 12% են, թե 10 նույնիսկ։ Սրա հաշվին է այս բանը։ Իրան դա զայրացնում է, որտեղ ասում է իմն է, բայց ինձ փող չի բերում։ Բայց դրա հակառակ կողմը այդն է, որ դու մեծ հաշվով ինքը միևնույնն է քոնն է, ու ինքը քեզ իհարկե ավելի քիչ փող է բերում, քան եթե քեզ մոտ հարկվեր։ Բայց եկեք չմոռանանք, որ օրինակ կա Դելավեր, որտեղ դու ընդհանրապես հարկ չես տալի, եթե Դելավերում փող չես աշխատում։ Այսինքն այդ նույն ընկերությունները Ամերիկայում այդ հարկը քիչ են մուծում, Դելավերում գրանցված։ Ինքը Դելավերում գրանցվում է, ինքը C-type corporation է, ինքը Դելավերի տարածքում առևտուր չի անում, հետեւաբար Դելավերը իր հետ հարցպան է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ մնացած տարածքում ինքը ասում է, «Տեղ ես Դելավերի ռեզիդենտ եմ, ես ձեզ մոտ հարկ չեմ ուծել»։ Եվ այստեղ գալիս է հետաքրքիր բան, հա, որ իրական խնդիրները, որի մասին Տրամփի ադմինիստրացիան խոսում է եւ փորձում է լուծել, այդ իր պակասորդ հետ, իր որ ավտոմեքենաներ չկան, բաներ չկան եւ այլն, գալիս է ուրիշ տեղից։ Հիմա տեսեք, ընդունենք ինքը հետ է բերում ամբողջ Ford-ի եւ բանի արտադրությունը, ասենք չգիտեմ, Կանադայից Միացյալ Նահանգներ Dodge-ը հանում է, բերում է հետ։ Այս լճի սապից բերում է հետ։ Ինչի են գնացել այնտեղ։ Սկսենք այդտեղից։ Որովհետև աշխատաշուկաներ, օրենսդրություն, աշխատուժ։ Էժանար, այնտեղ էժաներ։ Ստեղ դու չես կարող միանգամից առավել եւս եթե միգրանտներին փակում ես աշխատուժ ստեղծել, չունես աշխատուժ։ Թե Միացյալ Նահանգներում անգամ այն պրիմիտիվ աշխատուժի պակաս կա, հա, այն մեքսիկները, որ գալիս են բակ են մաքրում, ես օրինակն եմ բերում, հիմա նրանք էլ չկան։ Այո, այո։ Ասենք ես պարագայում Միացյալ Նահանգները լրիվ փակուղում։ Բա որ ասում եմ ինքը չգիտի ինչ անում։ Շատ լավ։ Եվրոպայի
Մենք խոսում ենք Եվրոպայի Եվրոպայի, մասին։ տեսեք, ես այդ Եվրոպայից ինչի տենց հերվից իրականում եք, քանի որ սա սենց է ու այդ երկարաժամկետ է, ինքը հիմա որ անում է Տրամպը ինչ անում է, կարճաժամկետ վնաս է։ Համ իրան է վնաս, իհարկե համ Եվրոպային, բայց Եվրոպան մեծ հաշվով կան առանձին վերցրած կորպորացիաներ, որոնք կտուժեն, թե Volkswagen օրինակ հայտարարեց, որ ինքը խնդիր ունի, ինքը պետքա գները բարձրացնի ավտոմեքենաների բաների։ Ուղղակի Եվրոպայի ներուժը եւ կենտրոնական դիրքը, հա, որտեղ Ամերիկան ի վերջո ինքը դեև beautiful ocean երկու կողմից այդ beautiful ocean-ը իհարկե իրանցը չի, բայց իրանք տենց համարում են, որ իրանցն է։ Եվրոպան տենց չի, Եվրոպան կա քիփ կպած է։ Այս կտորը կա Բայց նաև համաշխարհային շուկաներին է մոտիկ։ Հա, դե ինքը համաշխարհային շուկա է, մեծ հաշվով, հա, ինքը 500 միլիոն մարդ է։ Եվրոպան շատ արագ կարող է վերականգնի։ Օրինակ, գերմանական ավտոարտադրողները, որոնք այսպես թե այնպես կարելի ասել ճգնաժամի մեջ էին, կապված նաև չինական ագրեսիվ քաղաքականության հետ, իրանք ունեն երկու ելք, մեկ ստանան բան, ավելի շուտ հավելյալ ռեսուրսներ տնեն էլեկտրոքարեր արտադրելու, եւ երկու իրանք հիմա ունեն մոտարապես 800 միլիարդ եվրոյի, իրականում շատ ավելի շատ, որտեղ ամեն երկիր իր համար է որոշելու, նույն գերմանական գործարանները Audi-ն, Volkswagen-ը, Mercedes-ը, BMW-ն իրանք կարան վերադառնան նրան, ինչին սովորեն, տանկ արտադրեն։ Հա, կարիքը կա։ Եվ դա շատ հեշտ է իրական։ Եվ խնդիրը հետևյալն է, Մեծ Բրիտանիան արդեն իսկ առաջարկել է ստեղծել համատեղ մի հատ ուրիշ հիմնադրամ, որը ընդհանուր Եվրոպայի համար կստեղծի պահեստներ ռազմականացված եւ դա թույլ կտա, ասենք, փոքր երկրներին կամ այլ ճգնաժամային հարցեր ունեցող երկրներին, ինչպիսին Իտալիան, Իսպանիան, որոնք մեծ հարցեր ունեն, հա, կամ Հունաստանը, որը կենտրոնացած է Թուրքիային հավասարակշռելու վրա, հետեւաբար ինքը խնդիրներ ունի, ինքը կարող է չկարանա այդ ավելնորդ բանը, որ պետք է հակացնի, ավելնորդ բեռա ինքը այսպես թե այնպես շատ է վճարում, բայց իրան միևնույնն է պետք է ինքը մեծ եվրոպական համակարգի մեջ է, որտեղ ինքը ծովային երկիր է, ինքը ամենամեծ նավատորմը ունի քաղաքացիական, առնվազն իրան չի խանգարի ռազմական նավատորմի անգամ Նորվեգիան է իրար գալիս։ Անգամ Նորվեգիան լավ եք ասում։ Նորվեգիան դրանք վիկինգներ են։ Դրանք 1 տրիլիոն դոլարից ավել 1.4 տրիլիոն։ 1.8 արդեն։ Արդեն 1.8 շնորհակալություն։ 1.8 տրիլիոն դոլարի բան ունեն ու իրանք տենց դες չի որ ռազմական գործիչ չեն հասկանում։ Իրանք հիմա ասենք Նորվեգիան, քանի որ Ստոլտենբերգը վերջացրեց եւ գնաց Նորվեգիայի ֆինանսների նախարար, այսինքն պրո-ուկրաինական ուժերը Նորվեգիայում գերհզորացել են։ Մեծ հաշվով Նորվեգիայի թագավորական ընտանիքի հրամանով եւ պարլամենտի համաձայնությամբ այդ 1.8 տրիլիոնից, ասենք, իրանք կարան մի 50 միլիարդի զենք առնեն նվեր տան Ուկրաինային, որտեղ իրանք ռուսներին ատում են մոտավորապես ուկրաինացիների չափ։ Հա, ես հիշում եմ Շպիցբերգեն կա, մի մոռաց։ Այո, իրենք նաև խոստացել են այն հավելյալ գումարները, որ կուտակվում է նավթի գների բարձրացումից։ Դե իրանց հիմնադրամ չէ, դե ամբողջը չեն։ Իրանցը 1.8 տրիլիոնը տեղից է հավաքել։ Ավելացված տոկոսը։ Այնտեղ հա ինքը այնտեղ բան ունի, խնդիր չունի ինքը։ Նորվեգիան ունի այդ գումարը, Նորվեգիան կարա տա։ Դա Սկանդիկ Բալտիկ, Նորդիկ Բալտիկ երկրների ցանկությունը տեսնել Ռուսաստանը մոտարապես 10-րդ դարի մակարդակով։ Եվ այդ ցանկությունը կարա իրականանա, իրանք դրա համար շատ հանգիստ է ամեն ինչը։ Ես դրա համար չեմ կիսում այդ պանիկյոր, հա, խոճապային տրամադրությունները, հեսա Տրամպը, էսեն, եղբայր տենց չի, Եվրոպան ունի այդ ներուժը, Եվրոպան կարա անի։ Եվրոպան պետքա չխանգարել։ Մեծ հաշվով։ Եվ Եվրոպան ի վերջո Հայաստանն է, Հայաստանն է Եվրոպան։ Իմ սուբյեկտիվ տրամաբանությամբ, կարծիքով Եվրոպան հենց հիմա է սկսում վերածվել այն Եվրոպային, որը մենք սովոր ենք, հա։ Չէ, մենք սովոր չենք։ Ինքը պատմությունից, չէ, պատմությունից։ Գիտայբող։ Մենք գիտենք, թե Եվրոպան ինչպիսին է։ Պատմությունից մասը։ Չէ, ես չեմ ասում այդ մակարդակի իհարկե։ Չէ, տեսեք, պատմությունից ինչի Եվրոպան որակական ձևափոխում ապրեց, դա Մաստրիխտն էր եւ Եվրամիության ստեղծումը։ Առաջի 25 տարին մեծ հաշվով կարող եք գնահատել, որ այդ Եվրոպայի բարուրի այդ ընթացքում, հա, այնտեղ խնդիրներ են առաջացել, մանկական հիվանդություններ, կա կոնսենսուսի սխալ իրականացում, Հունգարիայի
բան, հունական ճգնաժամն է հիշում եմ, որ մենք ունենք մեկ րոպե։ Այդ արագ, հա։ Չէ, Եվրոպան իրականում, հա, Եվրոպան հիմա կդառնա այն Եվրոպան, որը իրանք ստեղծում էին, երբ որ Մաստրիխտը ստորագրում էին, այն որը որ Դեգոլի, Չերչիլի ու Ադենաուերի մտքում կար։ Եվ մեր միակ ճանապարհը Եվրոպան է։ Միակ չէ, բայց հա, մենք ճանապարհը չէ, եկեք ես ձեզ սենց ասեմ, հա, ես նաև քանի որ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ եմ հանդիսանում, սխալ եմ համարում, երբ որ ասում եմ, Հայաստանը պետք է գնա կամ մեր ճանապարհը մենք եվրոպական քաղաքակրթության մի մաս ենք, պատմականորեն եվրոպական արքայական ընտանիքների, պատմական, գիտական, ակադեմիական, քաղաքական բոլոր, ասենք, լուրջ բանի մաս։ Շատ լավ, վերաբերվակերպեմ իմ ասածը, Հայաստանը դա Եվրոպա է։ Այլ ուղղություն չպետք է դիտարկենք։ Չեք կարա։ Պարոն Մկրտչյան, դուք կարաք գնաք բալետ հիմա բարեք, չեք կարա, չէ։ Նշանակ։ Դե բայ լսում ոնց կլինի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանին, ամենայն բարիք եւ մի վախեք։